Այսօր որոշել եմ փորձարկել հայ վարորդների կողմից շատ սիրված Zeekr 7X-ը, performance 4 քաշող տարբերակն է 100 կՎտ մարտկոցով, եւ տեսնենք, թե արդյոք ճիշտ է այնպնդումը, դա ասում են էլեկտրականները ձները շատ չեն քշվում, էլի։ Հիմա կստուգենք լիցքը ու կընկնենք ճանապարհ։ Խնդրեմ, այս պահին ունենք հետևյալ ցուցանիշը, մեքենան լիցքավորված է 95%-ով եւ ստանդարտ ռեժիմում վարելու դեպքում մեզ խոստանում են, որ այս մեքենան կանցնի 518 կմ ճանապարհ։ Ունենալու ենք բնականաբար միացրած կլիմատ կոնտրոլ համակարգ, որ մեքենայում լավ եղանակ ապահովենք եւ լսելու ենք լավ երաժշտություն։ Այս պահին մենք ունենք 78% լիցք եւ դեռ կարող ենք անցնել 424 կմ ճանապարհ եւ այս կարևոր հանգրվանի կարիքը չունենք կարծես թե։ Այս միջանկյալ ցուցանիշը ցույց տանք հայտնի կանգարի մոտ ենք ու մենք ունենք 77% լիցք, դեռ կարող ենք անցնել 419 կմ ճանապարհ։ Ուղղակի ուզում եմ միջանկյալ բոլորին տեղյակ տալ, թե հիմա ինչ վիճակում է մեր մարտկոցը, խնդրեմ։ Այս պահին ունենք այս ցուցանիշը։ Դեռ խոստանում է, որ 216 կմ կգնանք, ընդհանուր անցել ենք 276 կմ ճանապարհ։ Եվ այսպես վերջին արարը, եւս մեկ անգամ տվյալները ստուգենք ու ընկնենք ճանապարհ։ Ունենք 36% լիցք, ընդհանուր անցել ենք 303 կմ ճանապարհ եւ այս պահին մեզ խոստանում է Zeekr-ը, որ մենք կանցնենք եւս 194-ը։ Կարծում եմ, որ Երևան հասնելու ենք միանշանակ ու դեռ ահագին լիցք էլ մնալու է մարտկոցի մեջ, այնպես որ մեզ բարի ճանապարհ։ Ուզում եմ այս պահին ամփոփենք արդյունքները, ընդհանուր անցել ենք 421 կմ ճանապարհ, երթուղին եղել է փաստացի Երևանի Աճարյան 42-ից, այսինքն Zeekr-ի ավտոսրահից սկսել ենք դեպի Ենոքավան, Դիլիջանով անցնելով Իջևանով, Ենոքավանից հետ դեպի Դիլիջան, այնուհետև Վանաձոր, Սպիտակ, Գյումրի եւ Երևան։ Ընդհանուր անցել ենք փաստացի 421 կմ ճանապարհ, մեզ Zeekr-ը խոստանում է, որ եւս 50 կմ ճանապարհ մենք կարող ենք դեռ անցնել։ Փաստացի 470 եւ մենք հիմա գտնվում ենք Zeekr-ի մյուս սրահի մոտ, Կոմիտաս 47, 470 խոստացած 520-ի փոխարեն հիշեցնեմ, որ ամբողջ ընթացքում պրակտիկորեն կլիմատ կոնտրոլ համակարգը միացրած էր, մենք լսում էինք լավ երաժշտություն, ոչ մի բանում կարելի ասել մեզ նեղություն չենք տվել եւ մեքենան իրեն պահել է հրաշալի, հիմնականում վարել ենք թույլատրելի արագությամբ, թույլատրելի մաքսիմալ արագությամբ, անցել ենք հյուսիսարև ճանապարհով եւ միջին ծախսը եղել է
100 կիլոմետրին փաստացի 20 կիլովատ ժամ, 20-ից 21 կիլովատ ժամ։ Այսքանը սա Zikr 7X-ն էր 100 կիլովատանոց տարբերակը 4 քաշող անիվների համակարգով։